Պարոն Մանուկյան, ձեր երեկվա հայտարարությունը, որ դուք պատերազմին եք մասնակցել եւ խնդրում եմ ինձ հետ հարգանքով լրագրողի հետ ճեպազրույցի ընթացքում բավականին բուռն արձագանք ունեցավ, համացանցում քննադատության ենթարկվեցիք, նաեւ նշեցին, որ դուք առաջին օրը եկաք ազգային ժողով եւ խորտակեցիք ձեր քաղաքական ապագան։ Ես կարծում եմ մեր քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մի փոքր այլ են հասկացել իմ ասածը։ Դա չի խոսում առավելության մասին, դա խոսում է պատասխանատվության մասին, որ ես առավել պատասխանատվություն ունեմ ինձ վրա դրված։ Լինելով ազգային ժողովի պատգամավոր, ես թափանցիկ եմ, բոլոր հարցերին պատրաստ եմ պատասխանել։ Կարծում եմ այսքանով պետք է հասկանանք, որ սա առավելության մասին չէ, սա սուպեր պատասխանատվության մասին է։ Շատերը կան, որ ծառայել են, բայց համենայն դեպս դրա մասին որպես փաստարկ չեն կոչում։ Մի բան ասեմ, ես պարտական եմ լինելով ազգային ժողովի պատգամավոր այն տղաների առաջ, ովքեր եղել են 2020 թվականի պատերազմ մասնակից, ուղղակի պարտական եմ իրենց առաջ։ Ես կրում եմ մեծ պատասխանատվություն։ Եթե իրենց անգամ հուզող հարցեր լինի, ես պատրաստ եմ իրենց առաջ, այսպես ասած, բոլոր խնդիրները, ինչ որ իրենք ուզեն, ես բարձրացնեմ այս ամբիոնից։ Ես պարտական եմ իրենց առաջ։ Այսինքն դա շփոթմունքի հետևանք չէ։ Ես կարծում եմ մի փոքր համացանցում մեկնաբանությունները այլ են եղել, մեր քաղաքացիները հավանաբար մի փոքր սխալ են հասկացել, դա առավելության մասին չէ, դա պատասխանատվության մասին է։ Մանուկյանը հիշում էր, որ այդ արտահայտությունը վերջին անգամ լսել էր Վանաձորում հացի հերթում կանգնած ժամանակ։ Շատ տարիներ առաջ 90-ականների Դա պատասխանատվության մասին է։ Այս օրերին դա պատասխանատվության մասն է։ Այսօր լինել այստեղ եւ խոսել դրանից պատասխանատվության մասն է։ Ես կրում եմ նաեւ այդ պատասխանատվությունը։